Կգա մի օր, որ Երևանի օդի աղտոտվածությունը կհասնի 0-ի։ Արդյոք բոլոր եկեղեցիներում աղոթելը նորաձև է։ Եվ երբ է ճիշտ, որ նոր հարցը կիսուրին ասի մամա, այդ հարցերի պատասխանը այս հաղորդման ժամանակ պետք չի իմանաք։ Այժմ մենք մեկնարկում ենք նոր մեգա նախագիծ, հումորային մրցույթային շոու, որը կոչվում է Comedy Liga։ Այո, շատերին հետաքրքրում է ինչ է Comedy Liga-ն։ Ասեմ, հումորային մրցույթ է, որտեղ թիմերը պայքարելու են, մրցեն իրար դեմ, պայքարեն եւ հասկանան թե ով է ամենաուժեղը։ Բայց մի sense փուճուր նրբություն կա, ամեն թիմից խաղում է աստղ, մեգա աստղ, դերասան, հայտնի ոգ։ Իսկ թե ովքեր են այդ ոգը, մենք իմանանք քիչ հետո։ Իսկ ես այս ընթացքում ասեմ, Ժողովուրդ ջան, ինչ եմ անելու։ Ներկայացնում ետնաբեմը, ինչա կատարվում, փորձերը ոնց են, օրագիրը, էլի Comedy Liga-ի օրագիրը։ Գնացինք։ Այստեղ տեսնում եմ շատ հայտնի եւ ծանոթ դեմքեր, մոտենանք իրանց։ Բարև ձեզ տղաներ։ Բարև ձեզ։ Ներկայացիր։ Անդրանիկ։ Անդրանիկը, ես Արոն եմ եւ Հենոն։ Մարթա գալի, պետքա ոտքի կանգնես։ Հոգնած էի, թե չէ մեծ սիրով կկանգնեմ։ Գևորգն Անդո ջան, Գևորգը հոտ քաշիլը։ Հիշեցիր իմ հոտը։ Հոտը մոռանալ դժվար է, Գևորգ ջան, ինչի ենք եկել։ Այո, ինչ եք եկել։ Պրոստը եկել էի ամանորյա առևտուր անելու, ձեներ բաներ լսեցի, մտածի տենամ ինչա կատարում։ Ծանոթ դեմքեր տեսար իմ։ Ծանոթ դեմքեր տեսա, ծանոթ ձայներ լսեցի, մտա։ Դուք ելույթ եք ունենալու այսօր։ Ասում են։ Ես չեմ եկել։ Ասում են, կա տենց բան։ Անակնկալ է։ Այո։ Ասեմ, որ տղաները ոչ թե մասնակցում են մրցույթային կարգով, այլ հյուր են եկել եւ հումորային համարներ են ցույց տալու։ Այո, մի կլորիկ գումարի դիմաց մենք այստեղ ենք։ Մյուս կյանքում կստանանք այդ Ապեր միջը փողը չտենաս, ոչ մի բան չխաղաս։ լավն էր, եղավ։ Ինչպես տեսնում եք տղաների սամա իրոնիան, ինքնահեգնանքը բարձր է եւ իրանք էլի կատակորել են իրանց առանձնահատկությունների հետ։ Տարակացում Խանգարում եմ։ Դե փորձ արեք։ Անդո, այդ երկելով ես վերներես բոցում, դե եսա կտեսնես։ Ինչը տեսնեմ, արա երնեք չեր տեսնեի այ ախտուր։ Ծապարություններով Անդո։ Անջատեք մի հատ այդ երկը, փոխեք այդ երկը, ուրիշ երկ դրեք մի հատ։ Արախպեր չէ, անջատեք ինչն եմ տեսել, փոխեք մի հատ ուրիշ երկ դրեք։ Արի ինչը տեսար, այս թաթանը ոնց որ ֆիքսվել է վրես, այ ախպեր, ինչ երկ գրում է տեսար, ես քեզ տեսա, տեսել եմ։ Անդո նոր ելույթ ունեցաք, ոնց էր տպավորությունները, կարոտել էր բեմը։ Իրականում շատ էի կարոտել բեմը, շատ սենց հավես սենց զգացողությունները նորից վերապրեցի։ Ուզեք դու եկել մասնակից թիմ լինեիք, մրցեիք։ Անկեղծ ասեմ։ Հա։ Չէ, սենց լավ է, սենց հով լրված ենք ապել։ Լավ է, շնորհակալություն։ Դե Ան ջան, ինչ ասեմ, շնորհակալություն լավ բացման համար, հուսով եմ մյուս թիմերը էլ ավելի արդեն բացված հանդիսատեսի մոտ կներկայանան։ Շնորհակալություն։ Այդ մյուսին եք, մյուս հաղորդման։ Այո, մյուսին էլ։ Սպասենք Անդոյին եւ ընկերներին։ Այստեղ տեսնում եմ շատ ծանոթ դեմքեր, մոտենանք տեսնենք թե ինչ են իրենք փորձում։ Ոնց եք։ Լավ, Սանիկ, դու ոնց ես։ Լավ, ինչպես հասկացաք, Ռաֆայելն է Երանոսյան, թիմի աստղը, թիմի հայտնի կերպարը։ Ինչպես հայտնվեցի Comedy Liga։ Բայց նայ, սենց ասեմ քեզ, այսօրվա հանդիսատեսի համար, համացանցի հանդիսատեսի համար, իրանք ավելի հայտնի են, քան ես։ Ես արդեն մեծ մարդ եմ։ Ով է ձեր թիմի լիդերը։ Իրա պապայի շնորհիվ են այսքան հավաքվել ստեղ ոնց որ ես։ Ով է հոգում ձեր Բերիվի փողը։ Իհարկե իրա պապան Գրիգոր Դանելյան։ Ով է ձեր թիմի կարգախոսը մտածել եւ ինչ կարգախոս։ Գրիգոր Դանելյանը։ Ով է ուշանում ձեր փորձերից։ Ալբերտոն, որովհետև ինքը Գրիգոր Դանելյանի տղեն է։ Ալբերտո ինչպես ընտրվեց, որ պետքա խաղա Ռաֆոյի հետ։ Պապան ասաց Ռաֆոն։ Հաղթանակի համար եք, չէ՞ պայքարում։ Չէ, ուղղակի որ բանակ չգնա։ Դասենք անչափահասներին, բոլորը անչափահաս են, թե Չէ, ես 18 եմ։ 18, 22։ Ես 18 եմ։ 17։ Ինչքան ես։ Մի ամսից 18 եմ դա։ Всё, անչափահաս։ 6 ամսից 10։ Գնացեք դուք մենք ստեղ չափահասները փորձ ենք անում, դուք գնացեք անչափահասներով,
Անիտա ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Անիտային շատերը կհիշեն դեռ փոքր ժամանակ Անիտան ո՞նց ես Անիտա։ Աղթելու եք, չէ՞ սա։ Իհարկե, մենք ջաղտենք ով աղտի։ Ոչ մի բանի արեք։ Լավ չէ։ Չի համար ես կոմեդի լիգա։ Ձեր ընտրությունն է եղել Ռաֆան Բորդինի։ Այո, մենք շատ ենք սիրում Իսկ կերաֆան։ էլի տարբերակներ կային, որոնք Այո, շատ կային։ Բայց մենք չենք դավաճանում կերաֆայի։ Լավ, մնացածը բեմից կասեն, թե ում առաջարկներն են մերժել։ Պետքա քրտնաջան աշխատեք։ Բրավո, կեցեք։ Գերաֆո, ախր ասում ես քրտնաջան աշխատել, բայց մենք չենք ուզում քոպես քրտնաջան աշխատենք, վերջում թամադա աշխատենք։ Արա։ Թամադա։ Լասա հանդիսավար։ Հետո այս շորերը դուր հագնում ես։ Հերդ full house-ով առե։ Կամ այդ բեմբեն որ քշում ես սյուրպրիզով առե։ Թամադայությամբ առե։ Հետո ես մեզ ճիշտ իմանաս, այս դեմին ստացները սաղել նախանձում են աղբորդ։ Իրանք էլ կուզեն այդ գներով վարեին։ Ոնց էր։ Լավ, սպասում էր, որ սենց ելույթ կունենաք։ Մենք նույնս ենք Ինչը պլանավորածով չի եղել։ Ամեն ինչ պլանավորածով է։ Գոհես քո։ Ես ուղղակի եստեղ չեմ ապրում, ես Աստված։ Լավ էր, իդեալական էր։ Շատ խիստ էր։ Չէ դե, եթե մեր թվում կա Ռաֆայել Եվնեսյանը, թվում ամեն հարց լուծելի է։ Ռաֆան գցի տեղս։ Հաստատ։ Գովերքեցին քեզ ծափահարություններ հնչեցրեցին հատուկ քո պատին։ Խոսացած էր դա թե։ Չէ, իրականում առաջին անգամ էր, որ ինձ вообще ծափ են տալիս, առաջին։ Հələ այդ դեմքը մի հատ ընդունի էլի։ Սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտող, դուք էլ ծափահարեք, Տրիո ստուդիոն հրաշալի ելույթ ունեցավ, գեղեցիկ ելույթ ունեցավ, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու ապրեք, մալադեց։ Համաձայն եմ։ Սուրեն ջան, մենք չէինք սպասում, էս հիշեք։ Մի տեսակ կոմեդի լիգայում ես զգում եմ ուրիշ ատմոսֆերա, ուրիշ էներգիա եւ կարծում դա բենդն է։ Բարև ձեզ, կներեք ընդհատեմ ձեզ, էլի ժողովուրդ ջան։ Ոնց որ ուրիշ ատմոսֆերա եմ ես զգում։ Ինչից է դա։ Երևի մեր անվանումից Ինչ եք անելու դուք այս պրոյեկտում։ ուրիշ բան, Ուրիշ բան նվագելու եք ոնց հասկացա։ բայց ուրիշ ձև։ Երգելու եք։ Ուրիշ ձև։ Եկեք լետ բարձենք թե ինչ ձև։ Ես սենց անցնեմ բարեձես։ Բարև ձեզ։ Ես փորով եմ երգելու։ Շատ ուրիշ։ Մենք փոր ու մի անգամ Հա, մի անգամից տենց։ Ես աշխատեմ Բերանս փագ երգեմ։ Դու վատ ես երգում։ Չէ, ու բայց զուտ այդ ուրիշը որպեսի արդարացված լինի, աշխատեմ Բերանս փագ երգեմ։ Ոնց հասկացաք մեր տաղանդավոր երաժիշտներից, արտիստներից եւ Անդոյից, ահա այստեղ ուրիշ պրոջեկտն է, ովքեր ապահովելու են կոմեդի լիգայի երաժշտական հատվածը, էներգիա են փոխանցելու հանդիսատեսին եւ հեռուստադիտողին, բայց ինձ մի ուրիշ հարց է տանջում, ուրիշ տես, բառնգավ էլի մեջը դեզ։ Դա գամ ամենա ուտող խմող մարդկանցից մեկի մոտ մոտենամ։ Ոնց եք։ Շատ լավ։ Դուք հարսանիքներ նվագում եք։ Այո, Գոհ են։ հիմնականում չէ։ Ինչպես հասկացաք, սա լուրջ էր, ոչ թե կատակ, բայց ամեն դեպքում, եթե ունեք հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, կարող եք դիմել ուրիշ պրոջեկտին կամ Անդոյին, Անդոն կկազմակերպի կամ ուրիշ պրոջեկտը նույնպես կկազմակերպի։ Ես տեղ տեսա DJ Skipult։ Այո։ DJ-ել եք աշխատում։ Այո։ Ձեր անունը։ DJ Դավիթյան։ DJ Դավիթյան, ոնց հասկացաք, եթե ուրիշ պրոջեկտի փող չեք չունեք, կա ուրիշ տարբերակ։ Կա DJ-ի ավելի էժան տարբերակ, որ մենակ իրա տունը պահի, Դավիթի տունը պահի այդ գումարը, դա Դավիթին արդեն մարդը ջոգել է, հասկացել է, թամադայություն անող կա ձեր մեջ։ Անդոն, ձեր հարսանիքներին, ձեր կնունքներին, միջոցառումներին ուրիշ պրոջեկտը կգա, եսի արդեն լուրջ եմ ասում, կխզարի, որովհետև իրանք տարբերվող ուրիշ ձև են մատուցում երաժշտությունը, դրա համար էլ իրանք ուրիշ պրոյեկտում են կոմեդի լիգայում։ Լավ ձեր գովազ դա արի։ Բրավո։ Շնորհակալություն։ Երեքեք ջան։ Երկու օրից պապայի ծնունդն է։ Ու նշան դրեքը, ուզում ենք երկուսը միտե անենք։ Կլնի, չէ՞, всё, կապով կլնենք, հա։ Նաև մեր տաղանդավոր երիտասարդին ֆիքսեցիք, չէ՞։ Անենց անենք ամբողջ Հայաստանը տեսնի քեզ Անդո, քեզ են նկարում, ձեռքով արա։
հեսա մի տարի, 2 տարի հետո լավ փող կաշխատեն, իրար մեջ կկռվեն, կբաժանվեն, մեկը կգնա ուրիշ տեղ, մեկը ուրիշ տեղ, այդ տենց ալնելու էս խմբի վերջը։ Ես այժմ այստեղ տեսնում շատ ծանոթ մի մարդու, ում երկրպագել, ոգևորել եմ եւ նրա ֆանատն եմ եղել 2010 թվականի ԿՎՆ-ի ուսանողական միջբուհական առաջության ժամանակ Ծյուշ Գևորգյանին։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Եղել է քո ճանապարհին, որ մարդիկ խանգարել են, կանգնել են քո դիմաց, արգելքներ են ստեղծել։ Չէ, հիմնականում ճանապարհը հարթ է միշտ եղել, մանավանդ հարցազրույցների ժամանակ։ Մեկ-մեկ եղել են մարդիկ։ Ալբերտո! Ոնց ես։ Լավ, վատ։ Ինչի վատ։ Ես Դե գիտեմ, որովհետև ես ներկայացնում եմ եւ շոու դպրոցը, եւ շոու դպրոցի կրեատիվ տնօրենն եմ, եւ շոու դպրոցում շատ ուսանողներ են սովորում, տաղանդաշատ, բայց չգիտես ինչի ես նախագծին որոշել են մասնակցել ամենատարօրինակ, ամենալրակյաց, ամենաանհաղորդ ուսանողները, ես էլ եկել եմ, որ իրենց հետ պահեմ, որ լսելով այդ բառերը դու ինչ դաս ես տալի հայերենի այնտեղ։ Չէ, ես սցենարական դասընթացներ եմ տալիս եւ եթե իրանց խելոք չեմ պահում, ուղակի դաս եմ տալիս ու այսօր այո, փորձելու եմ իրենց յետ պահել, որպեսզի դպրոցը խայտարակ չանեն։ Իրանք են որոշել մասնակցել, թե ծնողները գումար են տվել։ Չէ, ես իրենց մասին չեմ ուզում խոսել, որովհետև առանց այդ էլ ես դեմ եմ, որ իրենք մասնակցեն, ես անկեղծ աշխատանքի էի, հելել եմ, վազելով եկել եմ, որ դուրս գանբեմ, իրանց մի կերպ պահեմ։ Իսկ ով է իրանց հայտնի աստղը։ Իրենց հայտնի աստղեր չկան։ Չկա։ Չէ։ Դե ամեն դեպքում ես ուզում եմ, որ երեխաները Երևան տաղանդավոր երեխաներ կգտնվեն, ովքեր վաղը մյուս օր կանեն ինչ-որ ռիլեր կնկարեն, կդառնան հայտնի, կնկարվեն սերիալներում։ 033 77 11 37 Քրքորյան 4/5 մարզամերգային համալիրի դեմ դիմաց 62-ը գնում այդտեղ։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, մենք հիմա մի թիմի հետ ենք, ում դեպքի արտահայտություններից եւ հագուստի գույներից բարձ է դառնում, որ մի փոքր տարբերվող թիմ է, թիմի անունը Խաշլա Դուդուկ թիմը ներկայացնում է եւ շոու դպրոցը ձեր հայտնի հյուրը ով է, չկա հանգուցյալը, թե ով է լինելու։ Կա։ Ինչ եք դուք ուզենալու ձեր թիմով ասեք հանդիսատեսին եւ հեռուստադիտողին։ Դա կտեսնեք հաղորդման ժամանակ։ Կա թիմ, որից վախենում եք։ Չէ, Մենք շատ ենք վախենում կլարնետ թիմից։ վախում ենք, հա։ Շատ adekvat լուրջ թիմ է, երկրպագեն այս թիմին, իսկ ձեր անունը ինչ է։ Վազգեն մի թիմում կա Վազգեն, կարծում եմ հաղթանակ կարող է այդ թիմը ունենալ։ Ես գնամ։ Գնամ։ Հիշեք ես թիմին։ Համլետը մամայի բալայա։ Համլետը շատ մամայի բալայա։
Համլետը շատ մամայի բալայա։ Մամ։ Հակել եմ ռեյտուս։ Գամտուն։ Գամտուն։ Եվ շոու դպրոցը ավարտեցիր համարը ներկայացրեց, ոնց էր գոհ ես։ Շատ։ Ձեր թիմի ելույթից գոհ ես։ Շատ։ Ժյուրիի խոսքերից գոհ ես։ Հրաշալի։ Ես ինստիտուտի ասել ես շատ, ուզում եմ իմանալ 2 բառ գիտես, թե մի բառ։ Չէ։ Քանի բառ գիտես։ Հրաշալին մեկ էլ։ Շնորհակալություն։ Լավ եղեք։ Գոհ եք ձեր թիմի ելույթից։ Հա։ Քո կարծիքով սենց ուժեղ տեմպերով կհաղթեք։ Շատ արագ տեմպերով շարժվում ենք առաջ։ Բայց ներվ եղել է ձեր մեջ, անհանգստություն եղել է։ Այդ ինչը։ Անհանգստություն եղել է ձեր մեջ։ Հա, որ։ Ոնց ես։ Ազգեն։ Դե թիմը ինչպես տեսնում եք շատ գող բարձր տրամադրությամբ ավարտեց իր ելույթը, գնացեք կհանդիպենք ջան։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, վստահ եմ էլի նույն բարձր տրամադրությամբ, չէ՞։ Բարձր տրամադրությունը էդի էս է։ Այդենց կհանդիպենք։ Հələ չի խոսում։ Ես տուն եմ ուզում գնամ, մաման ասելա չմրսեմ։ Պատերին չանես, գնա մամայի մոտ։ Մամ, գալիս եմ տուն։ Ես երեխայի ծնողը խնդրում եմ։ Պատերին բան չանես հանգարց։ Լորկե աղվոր բարեք եկեն բարեք լորկե նշանդրուքին հարսանիքին եկեն բարեք լորկե աղվոր բարեք եկեն բարեք լորկե նշանդրուքին հարսանիքին եկեն բարեք լորկե աղվոր բարեք եկեն բարեք լորկե տղան ասավ զուրնա փչե եկեն բարեք լորկե աղվոր բարեք եկեն բարեք լորկե տղան ասավ զուրնա փչե եկեն բարեք լորկե եկեք բարեք լորկե տղան ասամ զուրնա փչե եկեք բարեք լորկե Բարև ձեզ մի անգամից հարցը ուղեմ ես Միսակին ով է ձեր թիմի աստղը Լուիզա Ներսիսյանը Եկեք ծափարենք Լուիզա Ներսիսյանը Լուիզա Ներսիսյանը պայքարելու է ոնց հասկացա աստղերից Ռաֆայել Իրանոսյանի դեմ ոնց եք պատրաստվում ով մտածեց որ դու պետք է լինես իրենց թիմից Ի սկզբանե ինքը ձևավորվել է արդեն այս մարդկանցով, ոչ մեկի մասին չի մտածել։ Բոլորս եկել են ու արդեն դա մտածված է։ Ինչպես ընդունեցիր հրավերը։ Շատ մեծ ոգևորությամբ, աշխուժությամբ եւ ով էր զանգել։ Ինձ ոչ ոք չի զանգել։ Բայց ընդունել ես հրավերը։ Նանոն այս շանթ հեռուստաընկերությունում բեմին դժծրած ունի եւ հիմա նա փորձում է հաղթանակի համար։ Ճիշտ ասած ես DVD-ի համար եմ պայքարում։ Այդքանը։ Իսկ DVD չի մրցել։ Ոնց։ Բայց ասել են DVD-ա, ասկոտ տվել են, հա։ Ով է ամենագեղեցկուհին մասնակիցների մեջ։ Միսակը միանշանակ։
Իսկ ուհիների մեջ Բնականաբար Լուիզա Ներսիսյանի գլխավորությամբ Միսակը։ ծափար են կրկին Միսակին, Միսակ ով չգիտես ոնց է հայտնվել այս թիմում, մենք դա կպարզենք, դա կուղարկենք մենք կոնկրետ մեր քննիչներին, հետախույզներին, թե ոնց կարա այս թիմում հայտնվի Միսակ, բայց ես նկատեցի որ կան բլոգերներ ու թատրոնի դերասաններ, դերասանուհիներ։ Այո։ Լեզու գտնում են իրանք իրար հետ։ Իհարկե տարբեր ոլորտի շատ արհեստավարժ մարդկանց են հրավիրել մեր թիմ, այնպես որ այս թիմը իդեալական է։ Բա ինչ եք հայ սուպերստարի սենյակում ձեր փորձերն անում։ Սուպերստար անունը դες ոչինչ չի ասում։ Այո։ Հայարփինով ֆանտաստիկ դերասանուհի է, խաղացել է Մի շարք ներկայացումներում, որոնցից են տարբեր երկրներում, որոնցից են աշխարհի տարբեր ծայրերում եւ իհարկե Ռոմեո Ջուլիետ։ Հայրփի ջան, ոնց ես թիմում ադապտացվել, ոնց ես ընկերացել հետները։ Շատ լավ, ինձ կարողանում են յոլա տանել, ինչի համար շնորհակալ եմ։ Մի կտոր լավաշից հասկացա, որ այո թատրոնի դերասան։ Հեսա ես իմ հետ երեխեք ջան, իմ լավաշ երշիկը, հեսա ես իմ հետ ման եմ տալիս, հեսա իմ հնարավորություն թատրոնի աշխատավորցով այսքան էլ հազիվ ապրեմ։ Դեռ չգաբան այս կոշիկները պահեք, հա։ Ինչ։ Հա։ Դու նաև նկարահանվել ես սիթքոմում, չէ՞, սերիալում։ Հա, մի անգամ տենց բան եմ։ Փող չեն տվել այդ ժամանակ։ Չէ, ասեցին սա բարեգործական նախագիծ է ու չեմ վճարելու։ Այո, ճիշտ են ասել։ Իրենք նույնպես Լուիզա Ներսիսյանի թիմում են հանդես գալու, քո անունը։ Գարիկ Խաչատրյան։ Ձեր անունը։ Կարո Քուրաջյան։ Ձեր տարիքը։ 11 26 Նրանք նույնպես պայքարում են այն թագի համար, որը պետք է նվաճի Լուիզա Ներսիսյանը որպես տարվա լավագույն հումորիստ, հումորի վարպետ, վարպետուհի, կայսրուհի։ Մի խոսքով ամեն ինչ անում եք, որ Լուիզա Ներսիսյանը համար մեկը լինի։ Այո։ Իսկ դուք ոնց հայտնվեցիք այս թիմում։ Ես Չէ, քոնը գիտեմ։ Դե ինձ առաջարկել է Վահեն, ես երգիչ եմ իրականում ու իրականում մասնակցել եմ Շանթի մի քանի պրոյեկտներին։ Շանթի մի քանի պրոյեկտներում որոնցում եք հաղթել։ Չեմ հաղթել։ Ու երգը թողեցիք, որոշեցիք զբաղվել հումորով։ Ոչ, իհարկե ոչ, երգը շարունակվում է, սա նոր էտապ է, ինձ էլ է շատ հետաքրքիր, թե լայվ հանդիսատեսի հետ ոնց են մարդիկ աշխատում, որտեղ այդ շատ կարևոր է։ Եկեք մի հատ սենյակում գտնվողներով քեզ ծափահարենք, չէ՞։ Չէ, դու ծափահարեք։ Իհա, մեռ ասելով սիլիկոն չի իմնա, բնական է։ Հաստատ։ 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 Իհա, այդ տղա, հաստատ։ Այս ինչ ավրետ։ Ինչ անում ես մազը քո վրա։ Ախ, հələ աչումայի։ Ոնց էր։ Չգիտեմ, մենք չենք կարող երևի մեր ելույթի մասին ասել, ես մոտ եմ միշտ ասել եմ վատ, բայց սպասվածի նման էր, թե ավելի լավն էր։ Ճիշտն ասած էլի եմ ասում, DVD-ի համար էի պայքարում։ Բայց խզարել եք, թե չեն անում։ մենք միշտ խզարում ենք։ Ես կարծում եմ, որ այո, ինչի ոչ, այո։ Մարդ կար, որ ժյուրիից ազդեց։ Բոլորը, թակեք գնանք, հա։ Եվ ջան, ինչ կա։ Խնդրում եմ ներկայացիր եւ ասա որտեղից։ Կարո Քուրաջյան 26 տարեկան գյուղ Զորախյուրից։ Շնորհակալություն։ Միսակ ջան, լավ էր ամեն ինչ, ոնց է քո սպասվածի պես է։ Բոմբ, ես անկեղծ սենց էլ պատկերացնում Քեզ գովում էին։ Հա, անկեղծ ես սենց էլ պատկերացնում եմ մեր ելույթը։ Բացատրեմ ինչի, որովհետև մենք շատ ճիշտ դրամատուրգիա դրած ելույթ ենք ունեցել։ Այո, սկիզբ, այո, այդ ամենը։ Դրամատուրգիա բառը երբ սովորեցիր։ Սուրեն Շավերձյանի ճիշտ ասած սովորեցի։ Այո։ Հրաշալի։ Ինչ է Լուիզա Ներսիսյանին եւ իր ընկերներին թիմին մաղթենք հաջողություն։ Այո։ Կարծում եմ քիչ հետո կհելնենք բեմ տեսնենք ինչ ձև ենք դերում այո։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, հետևեք, տեսեք թե ինչպես է ընթանում այս օրագիրը, որովհետեւ օրագիրը վարում է աշխարհի ամենագեղեցիկ եւ չքաղաքականացված հումորիստը։ Շնորհակալ եմ, որ Միսակից եմ լսում նման խոսքեր, ապրը շատ։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, թիմերը ավարտեցին, մենք տեսանք իրանց հույզերը, իրանց պատկերացումները, թե ինչ կլինի, ոնց կլինի, բոլորը ասում են, որ մի քիչ sense վախեցած են խաղացի, մի քիչ հուզված են եղել, բայց համոզված են, որ սիրելի հեռուստադիտողներ, մենք ունեցել ենք հրաշալի երեկո։ Կոմեդի լիգան շարունակում է, նայ Կոմեդի լիգա, երկրպագեք ձեր սիրած թիմին, միգուցե ձեր սիրած թիմը կդառնա Կոմեդի լիգայի առաջին չեմպիոնը։